Բարև ձեզ, եթերում բանաձև նախագիծն է, մենք շարունակում ենք նախընտրական հանդիպումները, որտեղ զրուցում ենք կուսակցությունների առաջնորդների հետ, պարզելու նրանց նախընտրական նախասիրությունները, ինչպես նաև այն հնարավոր դաշինքներ ու միություններ, որոնք կարող են լինել արդեն մինչև կուսակցական համագումարները եւ մինչև կուսակցական ցուցակները հրապարակելը։ Եվ այսօր իմ հյուրն է Սահմանադրական իրավունք միության կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը։ Բարի երեկո, պարոն Բաբուխանյան։ Բարի երեկո։ Նախ առաջինը, ինչով է զբաղված ձեր կուսակցությունը հիմա, արդյոք պատրաստվում եք ընտրություններին։ Ընտրություններին պատրաստում ենք բավականին հանդարտ ռեժիմում, չենք ուզում, այսպես ասած, ավելորդ աժիոտաժ ստեղծել։ Կուսակցությունը ինչպես միշտ զբաղված է քաղաքական գործունեությամբ, ավանդական մեր գործունեությամբ։ Մեր գործունեությունը 3 ուղղություն է ընդհանրապես նախատեսում։ Առաջինը դա ազգային խնդիրներն են, երկրորդը քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, երրորդը իհարկե տնտեսական, սոցիալ-տնտեսական հարցերն են երկրի։ Այդ 3 ուղղություններով զբաղվում ենք։ Կուսակցությունը շարունակում է իր հրատարակչական գործունեությունը եւ կարծում եմ մենք անում ենք այն, ինչ արել ենք վերջի 20-23 տարիների ընթացքում։ Դուք ասել եք, որ ՍԻՄ-ը դաշինք ստեղծելու վերաբերյալ ոչ պաշտոնական կամ պաշտոնական բանակցություններ չի վարում եւ առաջիկայում չի պատրաստվում վարել։ Մինչդեռ արդեն մամուլում շրջանառվում են ասեկոսներ կամ վարկածներ այն մասին, որ դուք կարող եք ընդգրկվել ՀՀԿ-ի համամասնական ցուցակում։ Հիմա վարում եք, թե չեք վարում։ Ինչ որ ասել եմ, իհարկե տերեմ, այսինքն այո, այս պահի դրությամբ կամ մինչև այսօր ՍԻՄ կուսակցությունը որևէ այլ կուսակցության հետ որևէ բանակցություններ նախընտրական բնույթի չի վարել։ Ինչ վերաբերում է տարբեր կարծիքներին, որոնք հնչել են լրատվական դաշտում, ապա այդ կարծիքները ավելի շուտ ենթադրություններ են կամ վերլուծաբանների եզրակացություններ, հաշվարկներ, բայց դեռևս ոչ կայացած փաստ։ Հանրապետականի հետ պաշտոնապես զրույց չի եղել, որովհետեւ հանրապետականի հետ այդ մասին դեռ չեք զրուցել։ Մեր կուսակցությունների միջև նման պաշտոնական զրույց, ասենք, կամ բանակցություններ տեղի չեն ունեցել։ Հավանաբար գալիս են այդ զրույցները պարզապես տարբեր բնույթի քննարկումներից, ինչպես նաև մեր անցած հանրապետական կուսակցության հետ անցած երկար տարիների համագործակցության պատմությունից, քանի որ վերջի շրջանում շատ էին հարցերը, ես որոշեցի ընդունելով ձեր հրավերը այսօր հանդես գալու, որոշեցի իմ արխիվից ներկայացնել մի փաստաթուղթ շատ թանկ ինձ համար, որը որ ուղիղ 20 տարի առաջ հանրապետական կուսակցության այն ժամանակվա նախագահ եւ իմ շատ մոտիկ հարազատ մարդ Աշոտ Նավասարդյանը հայտնել է ինձ շնորհակալություն կուսակցության պաշտոնաթերթը, կուսակցության պաշտոնաթերթը կայացնելու համար։ ՍԻՄ-ի թվականն է։ Ուղիղ 20 տարի առաջ, 92 թվական։ Այսինքն, երբ որ մենք այնպես չէ, որ առաջին անգամ եք համագործակցում հանրապետականների հետ։ Այդպես չէ, 89 թվականին, երբ որ Հայաստանում ստեղծում էին կուսակցությունները, ստեղծվեց ՍԻՄ կուսակցությունը, մոտավորապես այդ ժամանակ, կարծեմ 90-ի սկզբին հանրապետական, այդ պահից սկսած կուսակցությունները գտնվել են ազգային պահպանողական գաղափարախոսական դաշտում, համագործակցել են շատ սերտ եւ եթե ասենք ՍԻՄ կուսակցության փոխնախագահ, այն ժամանակ փոխնախագահ եւ միաժամանակ գլխավոր խմբագիրն էի հանրապետական կուսակցության պաշտոնաթերթի, պատկերացրեք ինչքան սերտ էին հարաբերությունները։ Ընդհանրապես շրջանառության մեջ է դրվում ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ձեր Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի անունները։ Դուք կարծում եք սրանք մանրակրկիտ ընտրությամբ անուններ են, թե դեռ կարող են ավելանալ նորերը կամ պակասել։ Ինչպես հայտնվեց ձեր եռյակը։ Գիտեք, այդ նորից եմ ասում վերլուծությունների առայժմ արդյունքը իմ կարծիքով բնական է այնքանով, որ բնական է, որ քաղաքական, գաղափարախոսական, այսպես ասած, գործունեությունը նա չի կարող լինել վերացական, այսինքն չի կարող մի անկապ երկու ուժ, որոնք որևէ կապ, որևէ գաղափարախոսական ընդհանրություն չունեն, եւ հանկարծ ստեղծեն դաշինք կամ ստեղծեն ընդհանուր ցուցակ կամ միասին գնան ընտրությունների։ Հասկանալի է, որ ձեր թվարկած շատ հարգարժան քաղաքական գործիչները եւ հարգարժան եւ փորձառու այդ գործիչները իրենց քաղաքական գործունեությունը այսօր իրականացնում են հիմնականում այն
ուրեմն ուղենիշներով, որոնք նաև կան հանրապետական կուսակցության գործունեության մեջ։ Եվ վերլուծաբանները կամ, չգիտեմ, ժուրնալիստները, որոնք եկել են այդ եզրակացության, հավանաբար հենց հանդես են եկել այդ հիմքերից։ Պարոն Բաբուխանյան, դուք ասացիք, որ համագործակցել եք հանրապետականի հետ, իսկ որոնք են այն ուժերը, որոնց հետ երբեք չեք համագործակցի։ Երբ որ ձևավորվում էր Ղարաբաղյան շարժումը, ընդհանրապես ես սիրում եմ ամեն ինչը տեսնել արմատում։ Արմատը դա Ղարաբաղյան շարժումն էր 87-88 թվականները, երբ որ, այսպես ասած, մտանք քաղաքականության մեջ, այն ժամանակվանից, ուրեմն ՍԻՄ-ը եւ ՀՀՇ-ն բավականին լարված հարաբերություններ ունեին։ 90 թվականին մենք դրեցինք իրար դեմ գրեթե բոլոր այն ժամանակ օկրուգներ էին կոչվում, օկրուգներում Գերագույն խորհրդի օկրուգներում մենք դրեցինք տեխնացուներ։ Այսինքն այն ժամանակվանից ՀՀՇ-ի հետ մենք ունենք գաղափարախոսական հակադրվածություն եւ ՀՀՇ-ի, իսկ այսօր դա ինչ-որ հակ է կոչվում, չգիտեմ, դրանց էությունը դեպ չի փոխվում, ՀՀՇ-ի, այսինքն ցանկացած կուսակցության, որը իրենց հետ մտնում է դաշինքի մեջ, մենք որևէ կերպ, որևէ հարցի շուրջ, ուրեմն դաշինքային կամ նույնիսկ անգամ քննարկումների ընդհանուր լուծումներ գտնելու ուղղությունը մենք չենք տեսնում։ Նույնը վերաբերում է ժառանգությանը։ Դուք ասել եք, որ ՀԱԿ-ը դա նարնջագույն ընդդիմություն է, որ ցանկանում է պատկերը փոխել տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի եւ Թուրքիայի խնդրի վերաբերյալ, ինչ եք նկատի ունեցել։ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ այդ ՀՀՇ-ի գաղափարախոսությունը, եթե վերցնեք նույն, ասենք, 90, 91, 92 թվականները, Լևոն Տեր-Պետրոսյանի, ասենք, Կամսամոլսկայա Պրավդա թերթին տված հարցազրույցը եւ այլն, որը շարունակվեց մինչև հայտնի իր ուրեմն պատերազմի խաղաղություն հոդվածը, եղել է հետեւյալ, ուրեմն Լեռնային Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, ինչ որ ինքնավարության կարգավիճակով, իսկ Թուրքիայի վերաբերյալ եղել է հրաժարում ցեղասպանության միջազգային ճանաչման ալիքից, հրաժարում հայդատից, պահանջատիրությունից եւ ուրեմն այդ հրաժարման դիմաց ինչ-ինչ ուրեմն հարաբերությունների ձևավորում։ Ինչի՞ եմ ասում նարնջագույն, որտեղ այդ ծրագիրը, այսինքն հրաժարվել մեր բոլոր ազգային խնդիրներից եւ ազգային նպատակներից, ի վերջո տանում է դեպի նարնջագույն ըստ էության հեղաշրջում, եւ դրա արդյունքը լինում է սովորաբար ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը, դրա համար ես ասել եմ նարնջագույն բառը։ Իրականում ես համարում եմ դա դավաճանական ծրագիր, որը փորձում էին իրականացնել 90-ականների սկզբից եւ որի պատճառով 92 թվականին ձևավորվեց, եթե հիշում եք, ազգային դաշինքը, որտեղ մտան 5 կուսակցություններ, որի արդյունքում եղավ իդեպ փետրվարի 3-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրն է, եղավ իր հրաժարականը եւ ուրեմն հայ ժողովրդի իր հավաքական կամքով թույլ չտվեց, որպեսզի Հայաստանը գնա այդ ճանապարհով։ Դուք Սլավոնական համալսարանի ժուրնալիստիկայի ամբիոնի վարիչն եք։ Եվ այս օրերին եւ նաեւ դատի եք տվել լրագրողներին, ասացեք, խնդրեմ, ինչով ձեզ չի գոհացնում report.am կայքը։ Ես գտնում եմ, որ ժուրնալիստիկան շատ պատասխանատու ոլորտ է, այո, եւ եթե ժուրնալիստը չարաշահում է իրեն տրված հնարավորությունները, ապա ուրեմն դրա համար պետք է պատասխան տա։ Միաժամանակ ժուրնալիստը պետք է լինի ազատ իր գործունեության մեջ, սակայն ցանկացած ազատություն այնքանով է ազատություն, մինչև չի ոտնահարում որևէ մեկ այլ մարդու իրավունքները։ Կոնկրետ այդտեղ եղել են մի քանի հոդվածներ, ես առաջարկել եմ տպագրել հերքում, ցավոք սրտի հերքումը չի տպագրվել եւ ստիպված եմ դատարանով ուրեմն այդ հերքումը տպագրել։ Հերքման մեջ ինձ զարմացրեց, то есть որքանով ես ճիշտ եմ հասկացել, ձեր պահանջը դատարանի, то есть պահանջել եք, որպեսզի report.am ընդհանրապես ձեր մասին որևէ բան չգրի։ Նման բան ես չեմ պահանջել, այլ դատարանը տեսնելով, որ ուրեմն կոնկրետ այդ լրատվամիջոցը փորձում է
ուրեմն չարաշահել իրեն տրված հնարավորությունները եւ կոնկրետ իմ հանդեպ կամ մեր կուսակցության հանդեպ տպագրել իրականության չհամապատասխանող, հրապարակել չհամապատասխանող, միտումնավոր չհամապատասխանեցնող ինֆորմացիա, ուրեմն դրա հետևանքով եւ արգելեց պարզապես մեր վերաբերյալ նյութեր տպագրելը։ Դա վերադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ ներքաղաքական պայքարին, ասացեք խնդրեմ, արդյոք մեր առաջիկա խորհրդարանական ընտրությունները կլինեն ծրագրերի եւ մոտեցումների խնդիրներ, որովհետեւ շատ հաճախ դիտորդները նկատում են, որ Հայաստանի քաղաքական դաշտում արտաքին վեկտորների ընտրության հարցում չկա այլընտրանք, այսինքն մենք բոլորս հասկանում ենք, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, բայց միաժամանակ հասկանում ենք, որ եվրոպական ուղղությունը ամենահեռանկարայինն է։ Այս առումով դուք տեսնում եք այսպես ասած ծրագրային բազմազանություն այն ամենի մեջ, որ կարող է իսկապես տարանջատել կուսակցությունները մեկը մյուսից ընտրողի համար։ Նախ սկսենք նրանից, որ երկրի նախագահի կողմից դրված է շատ կարևոր ուղենիշ, այսինքն հրաժարվել այն կրիմինալից, որը փորձում էր մուտք գործել կամ փակել այդ ճանապարհը, հրաժարվել բիզնեսի մուտքը դեպի իշխանություն, կրիմինալի մուտքը դեպի իշխանություն եւ ուրեմն իշխանությունը, քաղաքական իշխանությունը, ուրեմն տալ քաղաքական ուժերին։ Սա շատ լուրջ շրջադարձ է եւ դա ես շատ եմ կարևորում եւ հասկանում ինչքան դժվար է դա իրագործել, որովհետեւ Հայաստանում վերջի շրջանում ակնհայտ էր, որ բիզնեսը պարզապես ուրեմն փորձում էր ամբողջությամբ տիրանալ քաղաքական իշխանությանը։ Եթե գնալու է այդ տենդենս, այսինքն եթե քաղաքական ուժերն են լինելու այն մրցակիցները դաշտում, ընտրական դաշտում, այո, իհարկե լինելու է նաեւ քաղաքական գաղափարների բախում։ Ուրեմն տարբերություն, դա է խնդիրը։ Իհարկե կա։ Եթե դուք նայեք բավականին արտահայտված արևմտամետ ուժերի, դա նորից եմ կրկնում ՀԱԿ-ն է, Ժառանգությունն է, ազատ դեմոկրատները, որոնք կարծում եմ, որ ինչ որ կերպ կնշմարվեն այս ընտրություններում։ Իհարկե դա անթաքույց արևմտամետ ուրեմն ուժեր են։ Կան ուժեր, ովքեր ավելի շատ ձգտում են, այսպես ասած, անվանենք իրենց ռուսամետ ուժեր։ Եվ իհարկե կան Որոնք են այդ ուժերը։ Դե եթե մենք նայենք, այսինքն նույն դեմոկրատական, ասենք, կուսակցությունը, օրինակ Դեմկուսը, իմ կողմից շատ հարգված Արամ Գասպարիչ Սարգսյանի ղեկավարությամբ։ Եվ կան ուժեր, որ ես կանվանեի, այսպես ասած, ազգային պահպանողական ուժեր, որոնք առաջնորդվում են Նժդեհյան գաղափարախոսությամբ, այսպես կարճ եթե ասենք, հիմնականում իհարկե հանրապետական կուսակցությունն է, ՍԻՄ-ն է, ազգային միաբանությունը եւ կան ուժեր, ովքեր փոքր, այսպես ասած, դեռ չեն հրապարակել իրենց գաղափարախոսությունը այդ առումով, եթե օրինակ նույն ԲՀԿ-ի հարցը մենք նայենք կամ ՕԵԿ-ի, այսպես ասած, այստեղ այդքան հստակ չէ այդ ուղղությունը, իրենց արտաքին ուրեմն վեկտորները նշված չեն իրենց գաղափարախոսության մեջ։ Այնուամենայնիվ, իհարկե ԲՀԿ-ն շատ ավելի պետք է այսօր մենք նայենք որպես ավելի շատ ռուսամետ քաղաքականություն իրականացնող, թե վերջի շրջանում Օսկանյանի այդտեղ հայտնվելը կամ ասենք նույն ԲՀԿ-ի համագործակցությունը ժառանգության, ասենք, ինչ-ինչ հարցերում ժառանգության հետ, նույնպես հարցեր են առաջանում, որը պետք է ուսումնասիրել, քաղաքագիտական, այսպես ասած, ուսումնասիրություն կատարել։ Դուք չհիշատակեցիք կոմունիստներին, այդ կուսակցական թևը մեր մոտ ամբողջությամբ արդեն կարելի է համարել դառնապրած։ Գիտեք, ցավոք սրտի այդքան էլ արտահայտիչ չի այդ կուսակցության գործունեությունը, պրակտիկ գործունեությունը, իսկ իհարկե որպես գաղափարախոսություն այդտեղ միանշանակ կոմունիստները ռուսամետ քաղաքականություն են վարում։ Ես ինքս ջատագովն եմ Ռուսաստանի հետ ամենասերտ հարաբերությունների ձևավորմանը, սակայն կարծում եմ կոմունիստների պարագայում դա մի փոքր ուրեմն չափը նույնիսկ անցնում է։ Այսօր ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը հայտարարեց, որ մեծ հաշվով ինքը չի տեսնում պատճառ
հակասություններ Բարգավաճի եւ Հանրապետականի միջև։ Եւ մի քանի ժամ անց ԲՀԿ մամուլի քարտուղարը ասաց, որ դա Վարդան Բոստանջյանի անձնական կարծիքն է։ Դա ինչ է նշանակում, որ իրականում Վարդան Բոստանջյանը չի տեսնում, իսկ ԲՀԿ-ն տեսնում է հակասությունները։ Գիտեք, ընդհանրապես ԲՀԿ-ի պարագայում շատ զարմանալի, ուրեմն սիտուացիաներ են մեկ-մեկ առաջանում, այն առումով, որ պրակտիկ գործնական քաղաքականության մեջ, օրենսդրական գործունեության մեջ, կառավարության ծրագրերի իրականացման մեջ որևէ մեկ անգամ մենք չենք տեսել ուրեմն հակասություն ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի հետ։ Այսինքն բոլոր օրենքները ընդունում են միասնաբար ազգային ժողովում, կառավարության որոշումները, որտեղ ներկայացված է ԲՀԿ-ն նախարարներով, ընդունում են միասնաբար եւ այդտեղ որևէ անգամ որևէ հակասություն չի եղել։ Սակայն, այսպես ասած, ոչ կոնկրետ երևույթների վերաբերյալ մենք տեսնում ենք շատ մեկ-մեկ ուրեմն անսպասելի իրավիճակներ, նույն ասենք ձեր այսօրվա ասած դեպքը, որը միայն զարմանք է առաջացնում, ինչպես նաև զարմանք առաջացրեց ԲՀԿ-ի ստորագրությունը ուրեմն համամասնական նախագծերի վերաբերյալ այդ առաջարկի շուրջ, որովհետև ընդամենը ամիսներ առաջ, նույնիսկ ասենք 3 ամիս առաջ, նույն ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ միասին ընդունեցին ընտրական օրենսգիրքը եւ որևէ կարծես թե հակասություն չկար։ Այսինքն երբեմն պետք է ենթադրել, որ ինչ որ մի այլ բնույթի գործոններ են ազդում ԲՀԿ-ի կուսակցության հրապարակային որոշ հայտարարությունների պարագայում, որոնք հետագայում երևի շտկվում են կոալիցիայի նիստերում, ինչպես մենք հասկանում ենք, կոալիցիայի նիստերում շտկվում են այդ օտար երևի ինչ որ ԲՀԿ-ից դուրս, ի նկատի ունեմ օտար ազդեցությունները, ոչ թե երկրից դուրս, այլ ԲՀԿ-ից դուրս, օտար ազդեցությունները եւ այդ շտկումից հետո ինչ որ ժամանակ գնում է ուրեմն շատ հանգիստ հանդարտ կոալիցիոն գործունեություն, սակայն նորից ինչ որ մի տեղից ինչ որ մի բան է լինում եւ ամբողջ ուրեմն քաղաքական դաշտը սևեռվում այդ հարցի վրա, թե ինչ պատահեցնու։ Այսօրվա ձեր օրինակը իսկապես նոնսենս է, որ պետք է հասկանանք ինչու՞ն է բանը։ Եվ ամենակարևորը ինչ տեղ է գրավելու առաջիկա քաղաքական կոնֆիգուրացիաների մեջ դաշնակցությունը։ Դաշնակցությունը դա կուսակցություն է, որ բոլորից է դժգոհ։ Այսինքն նա դուրս եկավ կոալիցիայից, որովհետև արտաքին քաղաքականության վեկտորում որոշակի փոփոխություն եղավ, նա չի համագործակցում ՀԱԿ-ի հետ, որովհետև գաղափարական թշնամիներ են։ Ըստ էության բավականաչափ զգուշավոր համագործակցություն կա Ռաֆի Հովհաննիսյանի հետ, որովհետև այնուամենայնիվ կա գաղափարական տարբերություն։ Իհարկե ԲՀԿ-ի հետ նույնպես գրեթե նույնչափ սառը, որքան ՀԱԿ-ի եւ օրինաձեռքերի հետ, Հոիդան մի տեսակ կղզիացած է դարձել։ Արդյոք դա ավելի շատ նախընտրական մրցակցային դիրք է ապահովելու, թե ճիշտ հակառակը խանգարելու է։ Գիտեք, եթե իհարկե ճիշտ է իմ դիտարկումը։ Ամբողջությամբ կիսում եմ ձեր դիտարկումները, ամբողջությամբ կիսում եմ։ Հետեւի պարագայում հարցը հետևյալն է։ Բոլորին դեմ։ Կա ավանդույթ, որ դաշնակցությունը այն ուժն է, որը որ այսպես ասած հայդատի դրոշակակիրն է, հա։ Սակայն աշխարհը փոխվում են պահանջները եւ առավելապես երկրի նախագահի նախաձեռնողական քաղաքականությունից հետո Հայաստանը մտել է շատ դինամիկ արտաքին քաղաքական ուրեմն ընթացքների մեջ, որտեղ այսպես ասած միայն ուրեմն դրոշը բռնելով ուրեմն եւ ասելով որ չգիտեմ Ստամբուլը դարձնենք Արյանցով, այդքանով արդեն այս ժամանակակից աշխարհում դու չես կարող դիմագրավել այն մարտահրավերներին արտաքին քաղաքական, որը մենք ունենք։ Ինչ տվեց նախաձեռնողական քաղաքականությունը, որին այդքան դեմ էր դաշնակցությունը։ Իմ կարծիքով Ֆրանսիայի սենատի վերջին որոշումը արտաքին քաղաքականության, Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունքներից մեկն էր, նախաձեռնողական եւ ասեմ որ ՍԻՄ-ը հենց 2008 թվականին այդ արտաքին նախաձեռնողական քաղաքականության ողջունեց քաղաքականությունը, այն դեպքում, երբ որ դաշնակցությունը այդ պատճառով դուրս եկավ կոալիցիայից։ Այսօր կարծում եմ, որ փաստ է, որ այդ քաղաքականությունը Հայաստանը բերեց
հանեց, այսպես ասած, բարձրագույն լիգա, եթե այսպես պատկերավոր ասենք, արտաքին քաղաքական բարձրագույն լիգա, եւ դա թույլ է տալիս մեզ ստանալ այդպիսի հետաքրքիր արդյունքներ, ինչպիսին է նույն ասենք Ֆրանսիայի որոշումը, նույն բանավեճը հենց արդեն Թուրքիայի ներսում, ինչպես տեսնում եք, եւ այլն։ Այդպես որ մի կողմից իհարկե լավ է, որ կա կուսակցություն, որը միշտ հիշեցնում է բոլորին, որ պետք է Ստամբուլը դարձնել Արիանցով, բայց մյուս կողմից իհարկե հայաստանյան կուսակցությունները, եթե Սփյուռքում դա հասկանալի, հայաստանյան կուսակցությունները պետք է նաև կարողանան իրենց դրսևորել հայաստանյան կյանքի մեջ, իսկ շատ ներողություն դաշնակցության գործունեությունը կառավարությունում, երբ որ նա կոալիցիայի անդամ էր եւ ուներ նախարարներ, կարծում եմ փայլուն չէր։ Ես այդքան էլ համաձայն չեմ այդ դիպտարկման հետ, որովհետև կարծում եմ դաշնակցությունը նաև ուժեղ նախարարներ ուներ, ճիշտ այնպես ինչպես ցանկացած կոալիցիոն կուսակցություն։ Բայց այդ բանավեճի առարկա թող Ես գիտեք ինչ, ես չեմ քննարկում նախարարների անձերը, այդ անձերի մեջ կան իմ պարզապես մարդկային ընկերներ, որոնց ես որպես ընկեր եմ համարում։ Հարցը կուսակցության վարած քաղաքականությունն է, այսինքն այս կամ այն ուրեմն ոլորտում։ Այստեղ ես ունեմ Ընդհանրապես, պարոն Բաբուխյան, դուք կողմ եք կոալիցիոն կառավարություն կազմելուն, երբ որ նախարարական պորտֆելները ըստ մանդատի բաժանվում են կուսակցություններին։ Գիտեք, այստեղ ոչ թե կողմ եւ դեմ լինելու հարցը։ Պետք է ունենալ տեխնոկրատ կառավարություն, պրոֆեսիոնալների կառավարություն, թե այնուամենայնիվ կուսակցական կառավարություն, երբ կուսակցություններին որոշակի ոլորտներ եւ պատասխանատվություն է տրվում։ Սկսենք նրանից, որ կոալիցիան դա այսպես ասած լավ կյանքից չի։ Կոալիցիան այն դեպքում են կազմում, երբ որ ուրեմն ուժերը ունեն միմյանց անհրաժեշտությունը, որպեսզի կարողանան ուրեմն ձևավորել խաղի կանոնները մոտակա, այսպես ասած, տարիների համար մինչև հաջորդ ընտրությունները։ Այս առումով, եթե կա կուսակցություն, որը վերցրել է մեծամասնությունը ձայների եւ չունի որևէ այլ կուսակցության ձայների խնդիր պարլամենտում, այ կուսակցությունը կարող է կազմել եւ տեխնոկրատների կառավարություն, եւ կարող է կազմել այսպես քաղաքական կառավարություն եւ այլն։ Թեև ես կարծում եմ, որ նախարարը ինքը քաղաքական գործիչ է, այնքանով, որքանով նա վարում է այդ ոլորտում քաղաքականությունը, այսինքն մշակույթի ոլորտում, օրինակ, մշակութային քաղաքականություն, ոչ միայն, այսպես ասած, տեխնոկրատական, ինչպես դուք ասացիք, ինչ որ քայլեր է կատարում, նույնը ցանկացած ոլորտում։ Բայց կոալիցիան ունի, այսպես ասած, քաղաքագիտությունը գիտի դեպքեր, երբ որ պետք է ստեղծել կոալիցիա եւ գիտի դեպքեր, երբ որ դա պետք չի անել։ Պարոն Բաբուխյան, մենք բոլորին անդրադարձանք բացառությամբ օրինաց երկրի։ Շատերը կարծում են, որ ԲՀԿ-ն դա օրինաց երկիրն է 2003 թվականի։ Այն առումով, որ չկար հստակ քաղաքական վեկտորների, այսպես ասած, հստակ քաղաքական ողնաշար, բայց կար շատ մեծ ժողովրդականություն։ Այս դեպքում օրինաց երկիրը մի տեսակ գոնե հիմա շատ ակտիվ չէ կամ գուցե լրատվամիջոցներում չկա օրինաց երկրի շուրջ, այսպես ասած, քաղաքական ինտրիգ։ Արդյոք Արտուր Բաղդասարյանի կուսակցությունը կկարողանա ավելի ստաբիլ խորհրդարանական կյանքը շարունակել նաև 2012-ի մայիսից հետո։ Դժվար է ասել, իսկապես դժվար է ասել։ Համենայնպես շատ մեծ ջանքեր պետք կլինի գործադրել օրինաց երկրին, որպեսզի կարողանա շարունակել ձեր ասած խորհրդարանական կյանքը։ Գիտեք ինչ, ցանկացած կուսակցություն պետք է իր ընտրողներին, հասարակությանը առաջարկի ինչ-որ մի բան, հա, այսինքն գաղափար, միտք, որ ես անել եմ սա, կռվել եմ սրա համար, սրա դեմ, հանում սրա, եւ այլ եւ այլ։ Սա համարում լավ, սա համարում վատ։ Մի մասը դրա հետ համաձայնվում են եւ գնում են ձայն են տալիս այդ կուսակցության, մի մասը ասում են չէ, ես դրա հետ համաձայն չեմ եւ ձայն են տալիս այլ կուսակցություններին։ Բայց եթե ոչ մի հստակ բան չես ասում, Օրինակ ասում եք դուք հարցնում եք, չգիտեմ, լավ է կոալիցիան թե վատ, ես ասում եմ, ասենք վատ է կամ մեկ ասում է լավ է, եւ այլ։ Եթե դուք հստակ չես ասում ոչ մի բան, այլ ասում ես, որ կարող է այսպես է, կարող է այնպես է, այդ դեպքում արդեն ընտրողները խճճվում են։ Հասարակության այն շերտը, որը պետք է գնար քո հետևից, այդ շերտը սկսում է մտածել։ Իսկ արդյոք այդ կուսակցությունը իսկապես արտահայտում է այդ շերտի ամբողջ գաղափարախոսությունը եւ այդ շահերը, այդ շերտի շահերը, հասարակական, այսպես ասած, գիտակցությունը գալիս այն բանին, որ իսկ արդյոք այդ կուսակցությունը այն կուսակցությունն է, որ իմ շահերը կարտահայտի։ Եվ եթե այդպիսի շերտ չի գտնվում ի վերջո, ապա ուրեմն սկսվում է դժվար օրեր այդ կուսակցության համար։
Դաշինքները այդքան հնարավոր կոմբինացիաներ, որքան որ մամուլ ընթերցելիս եւ լրատվամիջոցներին հետևելիս, մի քիչ խճճվում ես։ Վերջը ով ում հետ է դաշինք կազմելու։ Ըստ ես արդյոք կլինեն դաշինքներ, որտեղ կլինեն դաշինքները ազատ դեմոկրատները ժառանգության հետ, ժառանգությունը ՀՅԴ-ի հետ, ժառանգությունը ԲՀԿ-ի հետ, ԲՀԿ-ն առանձին, ՀԱԿ-ը, ինչպես ինքն է ասում, արդեն դաշինք է, որովհետեւ 18 կուսակցություն է այնտեղ, գրեթե բոլոր կուսակցությունների 1/3-ը։ Վերջը ինչ է կարծում, ինչպիսին կլինի նախընտրական զարգացումները եւ հնարավոր դաշինքները։ Դաշինքներ լինելու են անկասկած, որովհետեւ մեր քաղաքական դաշտը այսօր գնում է դեպի բևեռացում։ Հասկանալի է, որ իշխող կուսակցությունը, այսինքն հիմնական իշխող կուսակցությունը, որտեղ այսօր 3 կուսակցություն են իշխող կոալիցիայի անդամներ, բայց հիմնական իշխող կուսակցությունը առանցքը հանրապետական կուսակցությունը ձևավորել է ազգային պահպանողական գաղափարախոսական դաշտ եւ ուրեմն դրան հակառակ, այսպես կոչված, իրենց գոնե այդպես են կոչվում լիբերալ դաշտն է Լևոն Տեր-Պետրոսյանի, ուրեմն գլխավորությամբ, որը որ իսկապես գաղափարախոսական լուրջ բախում է այդտեղ եւ արտաքին քաղաքական առումով եւ ուրեմն ներքին կառուցվածքների առումով եւ Ղարաբաղի ազգային այլ խնդիրների լուծման առումով շատ լուրջ գաղափարախոսական բախում կա այդտեղ։ ԲՀԿ-ն այդքան արտահայտված գաղափարախոսական ուրեմն ծրագիր իհարկե չի ներկայացնում, բայց լինելով ներքաղաքական դաշտում բավականին ակտիվ խաղացող, նույնպես ուրեմն այդ ընթացքում կարող է ունենալ դաշնակիցներ, որոնք նորից կմիանան նրան, այսպես ասած, խոսում են մի շարք կուսակցությունների մասին կամ քաղաքական գործիչների մասին, որոնք այս փուլում կարող են միանալ։ Այսինքն ես տեսնում եմ իսկապես բևեռացման process եւ խմբավորման process։ Եվ այդ բևեռների շուրջ ուրեմն խմբավորման process։ Պարոն Բաբուխանյան, որքան էլ որ լրագրողները եւ նաեւ քաղաքական կուսակցությունները ցանկանան խոսել գաղափարական մասին, այնուամենայնիվ փորձը ցույց է տալիս, որ առավել պոպուլյար են այն գաղափարները կամ այն ելույթները, որոնք վերաբերում են սոցիալական հարթակներին։ Ճիշտ այնպես, ինչպես օրինակ երկիրը ժամանակին խոսում էր ավանները վերադարձնելու անհրաժեշտության մասին եւ օրենսդրական նախաձեռնությունների մասին եւ վստահ եմ, որ նախընտրական շրջանում հենց իրենց այդ նախաձեռնությունները կշեշտեն, այնպես էլ նույն ԲՀԿ-ն այսօր շատ ավելի սոցիալական փաթեթներով եւ նաեւ սոցիալական նախաձեռնություններով է ժողովրդի համակրանքը վայելում։ Ասացեք, խնդրեմ, դա լավ է թե վատ, դա օրինաչափ է մեր երկրի համար, դա այնուամենայնիվ խորհրդարանական ընտրապայքարը շատ ավելի քաղաքական ծրագրերի եւ քաղաքական վեկտորների հարթակ պետք է լինի, այսինքն այդ տեսականին պետք է լինի, որպեսզի ժողովուրդը ընտրի։ Նախ ասենք, որ սոցիալական քաղաքականությունը նույնպես քաղաքականություն է եւ երկրում, որտեղ բավականին բարձր է աղքատության այսպես ասած թիվը, մարդիկ իսկապես ունեն սոցիալական խնդիրներ, առավել եւս շրջաններում, մարզերում մենք տեսնում ենք այդ խնդիրը շատ սուր է դրված եւ կուսակցություն, որը չի տեսնում, թե ինչպես լուծել սոցիալական հարցերը, որոնք այսօր մեզ մոտ կան, ինչպես ասենք լուծել աշխատատեղերի խնդիրը, ինչպես լուծել թոշակների բարձրացման խնդիրը, ինչպես լուծել առողջապահական համակարգի բարեփոխումները, կրթական այդ կուսակցությունը իհարկե այսօր պետք է ասել, որ ուրեմն իր տեղը չի գտնում մեր իրական քաղաքական դաշտում։ Իսկ ինչ վերաբերում է ավանդներին, իհարկե շատ լավ է, որ կուսակցությունը ներկայացնում են, չգիտեմ, ավանդների վերաբերյալ ինչ-որ բաների դեպքում ավելի շուտ է ներկայացել այդ օրինագիծը, ցերեսնեք 99 թվականին մեր կուսակցությունը արդեն ներկայացրել էր օրինագիծ։ Իհարկե, նման խնդիրները գտնում եմ շատ կարևոր են եւ ծրագրերում ոչ միայն պետք է լինի ազգային խնդիրների լուծումը, ասենք հայ-թուրքական հարաբերությունները կամ չգիտեմ Ղարաբաղյան հարցը, այլ պետք է լինեն սոցիալական խնդիրների լուծման կոնկրետ մեխանիզմներ, որոնք մեր քաղաքացիներից յուրաքանչյուրին կտան ավելի լավ կյանքի ուրեմն ապրելու եւ պայմանները, բարելավ են դրանք։ Փետրվարի 15-ին մոտ 2 շաբաթից խորհրդարանում լինելու են խորհրդարանական լսումներ կապված 100%-ով համամասնական ցուցակի անցնելու հետ։ Ըստ էության
դեռ անցած տարի ավարտելով ընտրական օրենսգրքի բարեփոխումները, այնուամենայնիվ ՀՅԴ-ի եւ ժառանգության ակտիվ ջանքերով սա նորից վերադառնում է քաղաքական բանավեճի բեմ։ Որն է ձեր դիրքորոշումը, որքանով է հրատապ կամ արդարացված այս նախաձեռնությունը։ Նախ սկսեմ նրանից, որ տեսական մաս, Սիմ կուսակցության ծրագիրը այդ հարցում հետևյալն է՝ ունենալ երկպալատ պարլամենտ, մի պալատը լինի 100% համամասնական ընտրված, մյուսը լինի ուրեմն ներկայացչական, այսպես ասած, այսինքն տեղերից ընտրված մաժորիտար համակարգով, մեծամասնական համակարգով ընտրված падգամավորներ, դրան գումարած ուրեմն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, դրան գումարած Արևմտյան Հայաստանի տարածքների ներկայացուցիչներ, ասենք Վանեցիների միության ներկայացուցիչը, Սփյուռքի գաղութների եւ այլն։ Սա մեր տեսական մասն է։ Ինչ վերաբերում պրակտիկ, գիտեք ինչ, մի քանի ամիս է մնացել մինչև ընտրությունները եւ կուսակցությունները նախ բարձրացնում են ֆիզիկապես նույնիսկ դա ուրեմն չլուծվող հարց է, բայց հարց է ծագում, արդյոք այն կուսակցությունները, ովքեր բարձրացնում են այդ հարցը, լուծել են տարածքների ներկայացված լինելու խնդիրը։ Չէ՞ որ երբ որ մենք մաժորիտար կարգով ընտրում ենք որևէ տարածքից, ասենք, չգիտեմ, Սիսյանից օրինակի համար падգամավոր, այդ падգամավորը զբաղվում է այդ տարածքի խնդիրներով։ Ցավում եմ, բայց մեր մոտ կուսակցական համակարգը այնքան զարգացած չէ, որպեսզի ուրեմն այդ կուսակցական խողովակներով հավաքի բոլոր ուրեմն խնդիրները, բոլոր մարզերից, բոլոր գյուղերից, բոլոր ավաններից եւ այդ խնդիրները կուսակցական խողովակով մտցնի խորհրդարան։ Ցավում եմ, այդպես չէ։ Այն կուսակցությունները, որոնք այսօր ներկայացնում են հենց ես Երևանից դուրս ոչ մի անգամ չեմ հանդիպել, ասենք ժառանգություն կուսակցության գրասենյակ։ Հիմա ոնց այդ կուսակցությունը ինչ մեխանիզմ պետք է ունենա, որպեսզի, չգիտեմ, ասենք Խաչիկ գյուղից սահմանամերձ կարողանա ստանալ ինֆորմացիա, այդ ինֆորմացիան ներկայացնել ազգային ժողովին։ Դրա համար մաժորիտար համակարգը այսօր Հայաստանն անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք մենք ներկայացնել մեր շրջանների խնդիրները ազգային ժողովում, սա մեկ։ Երկրորդը, կուսակցական համակարգը այդքան չի ձևավորվել, որպեսզի ստեղծվեն այնպիսի ցուցակներ կուսակցական, որոնք իսկապես ուրեմն արդարացված լինեն։ Շատ անգամ կուսակցական ցուցակներում հայտնվում են բիզնեսմեններ, որոնց ոչ մեկ չի ճանաչում որպես քաղաքական հասարակական գործիչ, բայց այդ մարդը այդտեղ է։ Հարց է ծագում, ինչու հանկարծ կուսակցական չի եղել, քաղաքական գործունեություն չի իրականացրել, հասարակական գործունեություն չի իրականացրել եւ բիզնեսմենը հայտնվում է, ասենք, ինչ-որ մի անցողիկ տեղում։ Հասկանալի է, որ դա, այսպես ասած, սիրուն աչքերի համար չի արվում։ Արվում է ինչ-որ նպատակներով։ Այսինքն արդյոք դա, այսպես ասած, պարզ վերաբերմունք է ընտրողներին, ազնիվ վերաբերմունք է ընտրողների հանդեպ։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Հաջորդ հարցը կուսակցությունը նորից կուսակցական համակարգ ինչու եմ ես համարում դեռ չկայացած Հայաստանում վերջնականապես։ Մարդիկ անցնում են ցուցակով, հետո մեկ է տեսնում ես այդ մարդը падգամավոր արդեն լինելով, ամիսներով կորում է ինչ-որ ստաժիրովկաներում, չգիտեմ, ասենք Անգլիա է գնում։ Կան այդ դեպքերը, հայտնի են եւ այլն։ Падգամավոր Հայաստանի Հանրապետության падգամավորը, որը ցուցակով անցնում է, որովհետև առաջի, երկրորդ, երրորդ տեղերում հայտնի քաղաքական գործիչներ են, ընտրողները հավատալով այդ առաջի, երկրորդ, երրորդ, չգիտեմ, կամ 10-րդ տեղերում գտնվող հայտնի քաղաքական գործիչներին, ձայն է տալիս նաև 11-րդ տեղում գտնվողին, իսկ այդ 11-րդ տեղում գտնվողը փոխանակ ազգային ժողով գնում է Անգլիա։ Այսպիսի խնդիրներ կան եւ գիտեք ինչ, երբ որ եթե լիներ խնդիրը այսպես, ասենք մեծամասնականով ընտրվեր, ասում են հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն են ընտրվում, իշխանության ներկայացուցիչներն են ընտրվում, իսկապես մեծամասնությունը հանրապետական եւ ԲՀԿ կուսակցության ներկայացուցիչներն են։ Թեև կան անկուսակցականներ, մեծամասնականով ընտրված։ Եթե լիներ համամասնականով հակառակը, ասենք հանրապետականը այդտեղ մեծամասնականով ունենար 50%, այստեղ ունենար 5%։ Կասենք, տեսեք ինչ անհամապատասխանատվություն կա։ Բայց եթե եւ համամասնականով նույն կուսակցություններն են ստացել ընտրողների վստահությունը, եւ մեծամասնականով ստացվում է, որ եւ այս համակարգով նույն կուսակցություններն են եկել ազգային ժողով մեծամասնություն կազմելու։ Ինչ է փոխվում։ Փոխվում է ընդամենը, որ այն կուսակցությունը, որ մի կերպ հավաքում է 5% ձայն,
Մի դեպքում կունենա 5 падգամավոր, մյուս դեպքում կունենա 6 падգամավոր։ Այդ մի падգամավորի կռիվն է։ Եվ օպերատիվ լրահոսի հետքերով, պարոն Բաբուխանյան, վերջին հարցը ինչպես է գնահատում շանսերը, որ Ֆրանսիայի սահմանադրական դատարանը սահմանադրական ճանաչի օրինագիծը։ Եվ քիչ առաջ հայտնի դարձավ նաև Սարկոզիի հայտարարությունը, որն ասել է, որ նա վճռական է տրամադրված, եւ եթե այս օրինագիծը չանցնի, ապա նա նոր օրինագիծ կներկայացնի Ֆրանսիայի ազգային ժողով եւ սենատ։ Այո, իսկապես Սարկոզին հանդես եկավ վճռական նման հայտարարությամբ։ Կարծում եմ այսօր Ֆրանսիայում նախ մեծ, այսպես ասած, գաղափարախոսական կռիվ է գնում։ Ընդհանրապես ինչպես է զարգանալու Եվրոպան։ Արդյոք Եվրոպան գնալու է պատեհապաշտության ճանապարհով, թե Եվրոպան մուլտիկուլտուրիզմի ճանապարհով, որը այսինքն Եվրոպայի համար շատ բարդ խնդիր է, թե Եվրոպան գնալու է ուրեմն դեպի այն հին եվրոպական արժեքների ուրեմն վերադարձ եւ ուրեմն այդ մուլտիկուլտուրիզմ հասկացողությունը հանելու է, վերադառնալու է ուրեմն ավանդական ուրեմն եւ կրոնական եւ մշակութային արժեքներին։ Այս հարցի շրջանակներում նաեւ Հայաստանի հարցն է, հայ ժողովրդի հարցն է, սա մեկ։ Երկրորդը իհարկե Ֆրանսիան ընդհանրապես Եվրամիություն ունեն Թուրքիայի դեմը առնելու խնդիր։ Թուրքիան դուք գիտեք, որ այս վերջի տարիների ընթացքում իրեն դրսևորում է որպես, ասենք, նոր գերտերություն, որը որ մի կողմից ուզում է իսլամական աշխարհի առաջնորդը լինել, մյուս կողմից թուրքական աշխարհի առաջնորդը լինել եւ այլ, դա շատ վտանգավոր քաղաքականություն է, նեոօսմանիզմի, այսինքն նոր իմպերիալիստական քաղաքականություն է Թուրքիայի կողմից եւ իհարկե Եվրոպան հանգստացած է այդ քաղաքականությամբ։ Երրորդը դա ուրեմն Եվրամիությունը եւ հատկապես կոնտինենտալ Եվրոպան, այսինքն Ֆրանսիան, առաջերտին Գերմանիան ինչ որ չափով խնդիր ունեն նաեւ մեր տարածաշրջանում որոշակի ուրեմն շահեր ունեն, որոնք պետք է իրենք հետապնդեն եւ ուրեմն Հայաստանի հետ հարաբերություններ ձևավորելը, այդ հարաբերությունները փոխադարձ վստահության մակարդակի վրա դնելը ուրեմն նույնպես բխում է եւ Հայաստանի եւ Ֆրանսիայի շահերից։ Եվ կարծում եմ այո Ֆրանսիայի նախագահի այսօրվա հայտարարությունը, որ նա հետևողական է լինելու է իրականություն։ Պարոն Բաբուխանյան, շնորհակալ եմ հետաքրքիր հարցերի եւ պատասխանների համար։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ Բանաձևի տաղավարում մենք զրուցում ենք Սահմանադրական իրավունք միության կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի հետ։ Ըստ նրա առաջիկա խորհրդարանական ընտրություններում տեղի կունենա կուսակցությունների բևեռացում, դիրքավորում եւ հնարավոր է նաեւ խմբավորում, որը նաեւ քաղաքական պայքարի անհրաժեշտությունից է բխում։ Սա համառոտ, եթե բաց եք թողել Բանաձևը։ Շնորհակալություն ուշադրության համար եւ ցտեսություն։